ամենակարևոր հաղթանակներից մեկը, որ թատրոնի այս 8 տարվա ընթացքում կարող ենք վստահ ասել, դա այն խաղացանկն է, որ ունենք, արդեն 14 ներկայացում ունենք մեր խաղացանկում, հանդիսատեսի հոսքը, որ չի դադարում։ Մեր Ռուբենը փորձ է անում վերևը, իրա փորձն է սկսելու, հետաքրքիր ձևաչափով է Ռուբենը որոշել, հանդիսատեսն արդեն հավաքվում է։ Այս մեր տոմսար կղն է, այստեղից է գնում դեպի դուրս, գլխավոր, ժողովրդի հետ սպասարկում է, երեխեքը բայց ինչ է, դասարանի հետ էին։ Հա։ Լավ, գնանք վերև։ Մենք ունենք շատ մեծ խաղացանք, որտեղ մեծ մասը դպրոցական տարիքի մանկական ավելի ու այսօրվա օրով արդեն մենք ունենք հանդիսատես, որ մեր մոտ մանկական ներկայացումներից եկել է ու հիմա գալիս է, ասենք, տարեկանի արտում։ Ես միշտ ուրախ եմ աշխատել, միշտ ուրախ եմ ստեղծագործել ինչքան որ կարող եմ ու միշտ փորձելու եմ անել մաքսիմումը մեր հայ հանդիսատեսին, մեր հայ հասարակությանը արժանապատիվ ներկայանալու համար։ Այստեղ փորձ ենք անելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խանգարենք ձեր դասը, ավարտենք, հա մենք փորձ պիտի անենք։ Այստեղ փորձ ենք անելու եւ հիմա նոր երկու ներկայացում ենք անում։ Թագուհին, Դավիթը, Ջիվանը իրար հետ եկել եք ու տեսնում եք, որ Տիկին Ստեֆանյան որ խոսում է։ Քաղաքը, որը չունի թատրոն, իր քաղաքի բնակչության, նույնիսկ գեղագիտական կրթության որակը շատ ցածր է լինում։ Դրա համար, եթե մենք մեր Գյումրիին ասում ենք արհեստների քաղաք չէ, որտեղ Գյումրիում քանի մշակութային ճյուղեր ունի, ինչ զարգացած են, թատրոնը 180 տարվա պատմություն ունի եւ յուրաքանչյուր քաղաքի համար շատ կարեւոր է, որ ինքը ունենա մշակութային եւ թատրոն։ Մի ամաչեք, եղեք ջան, անցեք։ Հանձնություն, Անահիտ ջան։ Ստեսություն։ Այսօր բավականին առաջխաղացում կա, թե դերասանների, թե մեր ռեժիսորի, շատ զարգացումներ եմ ես տեսնում, ու ես ինքս ուրախ եմ, որ այս թատրոնում եմ։ Ամեն երրորդ հանդիսատեսը դուրս է գալիս և մի բան է մեզ ասում է, ապրեք, մենք ձեզ շատ ենք սիրում, ձեր ներկայացումները շատ ենք սիրում, բա այս շենքը ի վերջո երբ է վերանորոգվելու։ Այ դա մեր, կարծում եմ, թատերասեր հանդիսատեսի, թատրոնով զբաղվող մարդկանց, բոլորի գլխավոր ցանկությունն է, որ շենքը տեսնենք վերանորոգած։ Ես մեր Աբովյանի հանդիսատեսին եւ բոլոր նրանց նաեւ ովքեր որ երբեք չեն հաճախել որևէ թատրոն, կմաղթեմ, որ շարունակեն հաճախել թատրոն, իսկ մեր Աբովյանի հանդիսատեսին կմաղթեմ, որ նույն տեմպով շարունակեն հաճախել թատրոն, որտեվ իրենց շնորհիվ եւ իրենց համար է, որ մենք դեռ կարողանում ենք ստեղծագործել ու աշխատել եւ միշտ նույն տեմպով շարունակելու ենք աշխատել։